Ինչ հիշողություններ ունեք օրվա հետ կապված եւ այսօրվա խորհրդին անդրադարձեք։ Այսօր օրը արժևորվում է հայ ազգի կողմից։ Հայ ազգի կողմից անշուշտ գիտեմ, որ արժևորվում է ու կարժևորվի այս օրը ազատագրման պայքարի կարիքներից է մեր ժողովրդին։ Դա ինչպիսի վիճակում է մենք գտնվում ենք, միևնույն է պատմությունը չենք կարող վերափոխել, դա եղել է, դա փաստ է։ Այսօր ցավալի օրերը ճիշտ ասած զրկվել ենք այդ ցնցալի նշելու հնարավորությունից, բայց երաթոնը փաստ է, որը խորհուրդն է միասնությունը պետք է նորից միասնություն, միայն միասնություն ու ցանկացած հարցում էլ հաղթանակը կամրագրվի։ Ցանկացած բնակավարում, դա լինի տնտեսական, դա լինի քաղաքական, դա լինի պատերազմական իրավիճակում, միայն թե միասնություն լինի։ 33 տարի առաջ այսօրը այս ժամերին ինչ իրավիճակ էր, ինչ եկամին, ինչ կա ձեր հիշողություններում մեր հետ։ Այսօր ամսի 9-ն է, մեկ օր առաջ ինտենսիվ մարտական գործողություններ էր առավոտից լուսաբացի ժամը 4-ի հրետանային համազարգից սկսած մինչև ուշ երեկո, երբ Շուշիի մատույցներում արդեն մեր զինվորները դիրքավորվել են ու չեն մտել Պարիսպից ներս։ Հաջորդ օրը առավոտ արդեն Շուշիում քիչ կենտ ստերից որոշ տեղերից կարագոցներ լսվում, բայց չկար ընդեղ, մեծ դիմադրություն չկար, մտանք Շուշի, այսպես էր։ Ինչ եղել ամսի 8-ին ա եղել, առավոտից մինչև երեկոյին եւ վարկյան անգամ դադար չէր եղել գրակոցների, թե հրետանային, թե հրաձգային, թե ինքնաթիռի, թե ուղղաթիռի եւ մեր հարապանց հրամանատար կոմանդոսի ձենը բոլորի ակաժներին էր, տակ շունչը նրա բոլորի հետ էր եւ ոգեշնչում էր, մեկը մյուսից ձգտում էր ավելի շատ աներ, ավելի լավ աներ, ավելի տներ սկսած գործը միջև վերջ հաս վերջակետ դնել էր պետք ամեն օրվա հենց սարսափին, որ գյուղերի շրջանների վրա զություններից, որական զոհերից ազատելու համար։ Ասում են, երբ Վազգեն Սարգսյանը տեսել հանրը ռազմական կանին հավակնոտ է հասրել է, եթե իսկապես հաջողեք, ես կամուսնանամ։ Ձեր մեջ կար հավատը, որ այդ գործողությունը որակվել էր, իսկապես կարող է հաջողության հասնել։ Սկզբնական շրջանում նախապատրաստական փուլեր կային, ես սովորական մի մարտիկ էի, թերա չկար ձորեր, անդախոր, Եվանոր նրանց դիրքերներ 4 կողմը, բայց երբ որ արդեն Շուշիի գրոհը, որոշ ուղղություններ, տարբեր ուղղություններում, իմացանք մեր ոգին ավելի ուժեղ էր, քան հակառակորդինը, գիտենք, որ դա մերն է մեր պատմական հողերն, գիտենք, որ դա մերն է մեր պատմական հողերն են։ Ես ինքս Շուշի եմ ծնվել, ձգարորդել եմ պապական տունը, նորից վայելում։ Եվ բարձունքը, որը մեր ձեռքում էր 28 տարուց ավելի, ձեր կարծիքով ինչու չհաջողվեց պահել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ամենից ծանր հարցն է, որ խոսեմ, չգիտեմ, չեմ կարող ասեմ, ինչ որ ասեմ, ոչ մի հաստատված փաստ չկա։
մենք հավատացել ենք, որ կարող ենք, բայց օրի ոչ մի քայլ դիմադրությունը ցուցաբերելու համար կարծես չէ դառնի շփոթել դա։ Չեմ զգացել դա։ Սպասում ենք։